Ընդհանուր վիճակը շրջանավարտների հետ կապված է, ոնց են ապահովում բնակարաններով, կոնկրետ հիմա քանիս է այդ խնդիրը ունեն, եւ նաեւ 10 տարին լրացել է, որ պետք է թողնեն իրենց բնակարանները այդ շրջանավարտներին։ Նրանց համար ինչ է արվում, որտեղ պետք է տեղափոխվեն նրանք։ Տեղափոխման հետ կապված դեռևս քննարկման փուլում է, ես չգիտեմ տեղափոխվելու են կամ միգուցե իրենց այլ պայմաններ են առաջարկվելու։ Ամեն պարագայում վերջին տարիներին զուտ օրենսդրական դաշտը իրավական տեսանկյունից շատ կարգի է բերվել բոլոր հարցերի պատասխանները, կարծես իրավական դաշտում արդեն պարզաբանված են, բյուրեղացված է process-ը, չափորոշիչներ են մշակված, ինչ չափորոշիչների համաձայն պետությունը պիտի պարտավորություն վերցնի բնակարանով ապահովելու եւ այդ չափորոշիչներում բնականաբար իրենց տեղն են գտել ծնողազուրկ երեխաները, առանց ծնողական խնամքի ունեցած երեխաները։ Եվ դա էլ կարելի է ասել շատ գեղեցիկ խոսում եք, բայց սա իմ կյանքի հաշվին է պատահում եւ արդյոք այդ բնակարանը պիտի տրամադրվի թե ոչ։ Այս պահի դրությամբ 166 բնակարան առաջին փուլով տրամադրվել էր, որոնցից 71-ի 10 տարին արդեն իսկ լրանում է։ Եվ անհատական մոտեցում է լինելու, որովհետեւ պարագաներ կային, երբ որ շրջանավարտները չեն բնակվել եւ հասարակական կազմակերպությունը կոնկրետ 7 շրջանավարտի պարագայում օրինակ դատարանով զրկեց իրավունքից բնակվելու այդ տարածքում եւ տրամադրեց այդ բնակարանը այլ շահառուների։ Այս պահի դրությամբ մոտ 230-ի շուրջ շրջանավարտներ դեռևս սպասում են բնակարանի։ Նախորդ 3 տարիների ընթացքում, եթե հիշում եք, Մարալիկի բնակարանները տրամադրվեցին, սոցիալական մեծ աղմուկ բարձրացավ, բայց ես ուզում եմ ասեմ, այդ պարագայում ինչու մենք չունենք դատարկ բնակարան Մարալիկում։ Եվ ուզում եմ ասել, որ Մարալիկում բնակվող յուրաքանչյուր շրջանավարտ ունի այնքան խնդիր, որքան ունի Մարալիկի յուրաքանչյուր բնակիչ։ Մարալիկը ունի շատ խնդիրներ։ Եվ այդ շրջանավարտները բնականաբար լինելով մի քիչ էլ ավելի խոցելի վիճակում հանդիպում են խնդիրների, բայց ես կարող եմ ասել, որ այնտեղ ծնվում են երեխաներ, ժողովուրդ, այնտեղ կազմում են ընտանիք, այնտեղ ծնվում են երեխաներ։ Եվ ես կարծում եմ, որ այս ծրագիրը լավ սերմ դարձավ, ձիլ տվեց մի հրաշալի բաղադրիչի, որը մեր սոցիալական քաղաքականության մեջ պարզապես խորհրդային իշխանություններից հետո վերացավ։ Այն պարզ պատճառով, որ կային հանրակացարանային մշակույթ, եթե հիշում եք, հանրակացարաններ բազմաթիվ, եւ Արցախյան պատերազմից հետո դրանք տրվեցին անմիջապես փախստականներին։ Ու այդ հատվածը մեր սոցիալական կյանքում պարզապես դատարկ մնաց։ Եվ այս ծրագիրը ծառայեց, որպեսզի վերականգնվի գոնե իրավական դաշտում սոցիալական բնակարանի հատվածը մեր հասարակության համար, որովհետև որևէ հասարակարգի պարագայում, աղքատության ամենացածր ցուցանիշների պարագայում յուրաքանչյուր հասարակություն ունենում է կոնկրետ տոկոս մարդկանց, որոնք խոցելի են։ Դա հնարավոր չի պարզապես զերծ մնալ։ Եվ այս կոնկրետ օղակը սոցիալական քաղաքականության, եթե իրեն որպես տրամաբանական շղթա տեսնենք, ինքը այդ բեռը կվերցնի իր վրա եւ մնացածը մնում է պարզապես ջուրը լցնել ջրաղացի վրա։ Այսինքն որքան բնակարան տրամադրվի, այնքան արդեն առողջ մոտեցումով ճշգրիտ նորմալ չափորոշիչների համաձայն կկազմվի ցուցակ, որոնց համաձայն կտան արդեն բնակարանը։ Այն նշեցիք 230 երեխա սպասում են բնակարանի, որքան ժամանակահատված է սպասում են եւ ինչ բնակարանները, որակապես ինչ բնակարանները Մարալիկի դեպքն Մարալիկի դեպքը 166-ի պարագայում հիշում եք, շատ աղմուկ բարձրացվեց եւ կային իսկապես բնակարաններ, որ սարսափելի պայմաններում էին, այսինքն օրինակ բազմահարկ շենքում, գիտեք, այդ աղբատարի հատվածը կա, այդ հատվածը պարզապես վերանորոգել եւ կոչել էին բնակարան, բայց դրանք փոքր թվով էին եւ այդ խնդիրը որոշ չափով լուծվեց, օրինակ Թբիլիսյան խճուղում բնակարանը կար նախկին հինը տանիքի հետ սարսափելի խնդիր կար, 16-րդ թաղամասում խնդիրներ կային եւ նախարարությունը թաղապետարանների, քաղաքապետարանի հետ միասին որոշ չափով լուծեց այդ խնդիրը եւ ինչպես տեսնում եք աղմուկը դադարեց։ Մարալիկում հրաշալի պայմաններ են, այսինքն զուտ բնակարանի կենցաղային որակական գնահատական եթե տանք, այնտեղ շատ նորմալ պայմաններ են։ Խնդիրը ծագում է, իսկ կարծում եմ չափերի առումով, որտեղ երբ որ տրամադրում ես բնակարան շրջանավարտին կամ այն կատեգորիան 30-40 քառակուսի մետր, եւ նա սկսում է օրինակ բազմանալ, վերարտադրվել, օրինակ ունեն 4 անչափահաս երեխա եւ 40 քառակուսի մետրից կախվածության մեջ է մնում։
Եվ հիմա նախագիծ է մշակվում, որը գաղափարապես շատ լավն է, պարզապես միս ու արյուն դեռ չունի կառավարության որոշումների գոնե մակարդակով, երբ որ դու շրջանավարտին կամ այս կամ այն կատեգորիային տալիս ես ընտրություն, ասում ես, եթե դու ունես հնարավորություն զարգացող ուղղակես, օրինակ պետությունը կարող է առաջարկել սեփական հաշվառման որոշակի ձև, բայց դա դեռևս քննարկման փուլում է, մանկատներում կրթական մակարդակը բարձրացել է։ Խնդիր էր Գավառում, որտեղ պարզապես կրթական հաստատությունների ընտրություն չկար, իսկ Վանաձորում եւ Զատիկում ես ձեզ մի զարմանալի ցուցանիշ ասեմ, փաստերով եմ խոսում, կրթական մակարդակը շատ ավելի բարձր էր, քան եթե սովորական ընտանիքների երեխաներին վերցնենք, որովհետեւ հաստատությունը պարտավորվածություն է զգում եւ անմիջապես երեխային պարտադիր ուղարկում է կրթական հաստատություն բարձրագույն կամ միջին մասնագիտական։ Միակ տարբերությունը, որ կարող եմ ասել, վերջին տարիներին հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ ավելի բարձր է, քան բարձրագույնի նկատմամբ, որտեղ այդ պարագայում ավելի հեշտ են իրենց գտնում աշխատաշուկայում։ Իսկ այդպես իրենք իհարկե հաճախ շահագործվում են, հաճախ աշխատում են անօրինական, հաճախ գործատուն իրենց չի վճարում, այսինքն ընկնում ենք ծայրահեղությունների մեջ կամ նստացնում ենք մեր գլխին խղճում ենք, ինչը էլի նույնպես բացասաբար է ազդում, կամ խաբում ենք։ Այսինքն շահագործում են իմանալն։ Այո, քանի որ իրենք խոցելի են, չնայած հասարակական կազմակերպությունները փորձում են, օրինակ մեր կազմակերպությունը շատ հաճախ անմիջապես գործատուի հետ կապի մեջ է մտնում, ամեն պարագայում իրենք գոյության կռվի պայմաններում ուժեղ են, այդքան թույլ չեն։